Ապենդին ու դատավորը։ Կիրգիզական հեքիաթ։ Մի անգամ ճանապարհով գնալիս Ապենդին առվի մեջ ընկած մի հարբածի է տեսնում։ Հարբածը առվի մեջ քնել էր ու հետն էլ բարձր խռացնում էր։ Ապենդին մոտենում է ու ինչ տեսնի։ Հարբածը քաղաքի դատավորն է։ Ապենդին մի քիչ մլուլ է տալիս, հետո հարբած դատավորի վրայից հանում նրա խալաթը, տեբետեյը ու տուն գնում։ Երբ հարբածի ուշքը վրան է գալիս, նայում է ու տեսնում, որ ոչ խալաթը կա ու ոչ էլ տեբետեյը։ Նա արագ ոտքի է ելնում ու փախչում տուն, որ ոչ ոք նրան այդպես չտեսնի։ Հաջորդ օրը նա հավաքում է իր ջիգիտներին ու ասում. «Ես կորցրել եմ իմ խալաթն ու տեբետեյը։ Փնտրեք ու ինձ մոտ բերեք տանողին։ Էդ գողին ես խիստ պատժելու եմ»։ Ջիգիտները սլանում են քաղաքի փողոցներով։ Նրանցից երկուսը շուկայի կողմն են գնում։ Ճանապարհին հանդիպում են Ապենդիին, որը դատավորի խալաթն ու տեբետեյը շուկա էր տանում ծախելու։ Ջիգիտները անմիջապես ճանաչում են իրենց տիրոջ հագուստը ու Ապենդիին դատավորի մոտ են տանում։ «Սրանք իմ շորերն են», ասում է դատավորը։ «Քո ձեռքը ո՞նց են ընկել»։ «Երեկ երեկոյան ես ինձ համար տուն էի գնում։ Մեկ էլ նայեմ ու ինչ տեսնեմ։ Առվի մեջ մի հարբած մարդ է ընկած։ Ընկած է ոնց որ մեռած։ Վախեցա, որ կարող են նրա շորերը գողանալ։ Հագեից հանեցի ու տուն տարա։ Եթե դրանք իրոք ձերն են, վերցրեք ինչ կա», ասում է Ապենդին։ Դատավորը արդեն փոշմանել էր, որ այդպես օրը ցերեկով քաղաքում խայտառակ է լինելու ու շտապ պատասխանում է. «Չէ, Ապենդի, ես էդ երբ եմ հարբած առվի մեջ գլորվել։ Ոչ, էդ խալաթն ու տեբետեյը իմը չեն, ուրիշինն են։ Դե շուտ հավաքիր դրանք ու աչքիցս կորիր»։ Այսպես Ապենդին խալաթն ու տեբետեյը պահում է իրեն։